Ամանորն այս տարի շատերին է պահելու Հայաստանում։ Քաղաքացիների մեծ մասը նախընտրում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոնը նշել հենց տանը, երեխաների ու թոռների հետ։ Քո տանը դիմավորի քո նոր տարի, թոռնիկներիս, երեխաներիս հետ։ Իմ ընտանիքի հետ, իմ ամուսնու, իմ տղայի հետ։ Այս տարի այստեղ ենք նշելու մեր տատիկի, տատիկների, պապիների հետ։ Ընտանեկան տոն է, միշտ միասին ենք անցկացնում։ Մի քիչ պապանողական մարդ եմ, ընտանեկան տոն է, ուրեմն ընտանիքիս հետ։ Շատերը նախընտրում են նոր տարին դիմավորել Հայաստանի տարբեր քաղաքներում, արտերկիր գնալու փոխարեն։ Եթե ֆինանսելներ էր, դրսում չէի ուզի, ինձ հետաքրքիր չէ, դրսի բարձրահարկ շենքերը կամ ես իմ չգիտեմ ինչը, իմն ավելի լավ է։ Իմը ինչ որ կա, իմ Հայաստանի մեջ։ 60-40 է հարաբերակցությունը, 60%-ը նշում է Հայաստանում, 40%-ը նախընտրում է դուրս գալ։ Հայաստանում ամանորի հանգիստը վայելելու ամենապահանջված ուղղություններն են Դիլիջանը, Ծաղկաձորը, Ստեփանավանը։ Բոլոր քաղաքներում, քանի որ այս տարի ամանորյա զարդարանքը հրաշալի է կազմակերպված ու ամանորյա ծրագիրը շատ հագեցած է, շատ հայրենակիցներ նախընտրում են մնալ Հայաստանում։ Շնորհիվ նոր հյուրանոցների եւ նոր հյուրատների բացման այս տարի ունենք գնային բավականին լայն սանդղակ եւ էկոնոմ դասից մինչեւ պրեմիում դաս հյուրանոցների ընտրություն ունեն մեր հայրենակիցները։ Տուր օպերատորներն ասում են, որ այս տարի վաղ ամրագրումների շնորհիվ ավելի մատչելի է դարձել Հայաստանում հանգիստը։ Հյուրանոցներ ենք ունեցել նոյեմբեր ամսին Հայաստանում, որ ամրագրվել է 250,000 դրամից սկսած երկու անձի համար, ինչը շատ բավականին մատչելի է ստացվում։ Ուղղակի այդ դեպքում մենք նոյեմբերից արդեն 80-ից 100% զբաղվածություն ենք ունեցել այդ հյուրանոցներում։ Իսկ եթե հիմա են ուզում ամրագրեն դեկտեմբեր ամսին ավելի ուշ են թողել պլանավորել ճամփորդությունը, այդ դեպքում արդեն մի քիչ գնային բարձր է ստացվում։ Եթե արդեն համեմատում ենք մյուս երկրների հետ, նույնիսկ կարող է հավասարվի արտերկրում նշելու հետ։ Բայց ուրիշ երկրների ծովը, արևը կամ ձյունն են գրավում նոր տարին արտասահմանում դիմավորել ցանկացող հայաստանցիներին։ Որ երկիրը կնախընտրեիք։ Ավելի տաք, ծովին մոտ։ Կուզեինք, ֆինանսապես լավ լինեինք, մեկ էլ մենք օգտվեինք։ Փաշակառուներին դա մի քիչ վայել չի, անհասանելի է։ Կարելի է մեկ ազիս, ցանկալի է, դաժե ցանկալի է։ Թոփ 3 երկրների առաջին տեղում Վրաստանն է, դրան զիջում են Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հետաքրքրվածություն կա նաև եվրոպական երկրների հանդեպ։ Եվրոպական երկիր գնալու համար այս տարի ունեցել ենք 1100 եվրոից սկսած, այսինքն ինչքան նախապես եք դուք ամրագրել, դա բնականաբար ավելի մատչելի է ստացվել։ 1100 եվրոից սկսած երկու անձի համար ունեցել ենք փաթեթներ, մինչև դա հասել է 2500 եվրո, կախված արդեն երբ են գնել ու ինչ հյուրանոց ա եղել։ Թոփ 3-ը եթե հյուրանոցը լավն են նախընտրել, $1600 սկսված է եղել, Վրաստանը մի քիչ ավելի մատչելի, $700 սկսած տարբերակներ Վրաստանի համար ունեցել ենք։ Նոր տարին նաև պանդուխտներին է վերադարձնում հայրենիք։ Երևանի փողոցներում քիչ չեն նաև ամանորն այստեղ դիմավորել պատրաստվող օտարերկրացիները։ Կակրաս եկել ենք տաք երկիր, մի 20 օրով եկել ենք, մինչև տոների վերջ։ Պուջուրիկին եկել ենք ցույց տանք մեր ծնողներին։ Մենք նոր տարին անցկացնելու ենք այստեղ Հայաստանում, 3 ենք եկել։ Եկել ենք, քանի որ ուզում էի այլ վայրում էլ տոնել ամանորը։ Անկախ ամեն ինչից այստեղ ենք տոնելու, երեխաներն էլ շատ են հավանում։ Այլ երկրներում այլ է մշակույթը, իսկ այստեղ քաղաքը գեղեցիկ է, հագուստը գեղեցիկ է։ Այո, ճիշտ է, այստեղ մշակույթը գեղեցիկ է, ամեն ինչ գեղեցիկ է այստեղ։ Այստեղ նաև արցախցի Ռոբերտն է դիմավորելու նոր տարին։ Հայաստանում վարձով տան ապրում ենք, այնպես որ մեզ համար նոր տարին արդեն չկա։ Արցախից եք։ Այո։ Նոր տարին այդ ձև ենք դիմավորել, որովհետև ոչ մի բան չունենք։ Ապրում ենք թոշակով, թոշակներ տալիս ենք գործը։ Լավ կլիներ, որ մեր օջախը ունեինք։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Նորայր Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։